ոչ միայն փոխքաղաքապետերի նկատմամբ, ես նախ խիստ եմ իմ նկատմամբ, հասկանալի է, եւ խիստ եմ բոլորի նկատմամբ, այնպես որ ինձ հետ աշխատելը եւ հեշտ է եւ դժվար է, եթե աշխատող են, ուրեմն ինձ հետ հեշտ է լինել, իսկ եթե աշխատող չեն, ուրեմն միանշանակ դժվար է լինելու, այդպես այդ սկզբունքով։ Պարոն Ղուկասյան, ովքեր գնացին, ովքեր մնացին այս ընթացքում։ Դե հիմա կարող եք աշխատակազմից իմանալ, մարդիկ կան իրենց դիմումի համաձայն գնացել են, ովքեր եկել են։ Մի հատ դուք գնայեք աշխատակազմը ձեզ կտեղեկացնի։ Այո, աշխատակազմի ղեկավարը մեր թեկնածուներից մեկն էր, Կարենը, հիշում եք իրեն, ինք ուղղակի 5%-ը չհավաքային։ Ես իրան հրավիրել եմ աշխատակազմի ղեկավար, բանիմաց տղա է, խելացի անձնավորություն է, հարկալից պահում է իրան, շնորհքով մենք հրավիրել ենք իրեն աշխատակազմի ղեկավարի ամենակարևոր պաշտոններից մեկը տվել ենք իրեն։ Ճիշտ որոշում եք, շատ խելաց։ Պաշտոնակություններ սպասվում են, ինչ է, կադրային ինչ քաղաքականություն եք վարել, պարոն Ղուկասյան։ Ինչ անենք, քեզ տեղյակ կպահենք, հանգիստ եղի դու, հետ չմտածես։ Ինչ այստեղ քայլ անեմ, դուք կիմանաք։ Այստեղ պաշտոններ կան, որոնք ոչ թե այսպես ասած քաղաքական նշանակով են, այլ մրցույթներով անցած հաղթած կամ բաժնիպետ է, որոնք ասած համայնքային ծառայողներ են համարվում։ Արդյոք պատրաստ Ոչ մեկին ոչ մի բան չենք անելու, ովքեր համայնքային ծառայողներ են, ովքեր մրցույթներով ընտրվել են ու իրենց աշխատանքը սրբորեն կատարում են, դա հանցագործություն կլինի, որ հանկարծ մենք որևիցե մեկի նկատմամբ ինչ որ մի քայլ անենք, մենք մեզ թույլ չենք տա։ Հասկանալի է, իսկ ովքեր որ իրենց դիմովով համաձայն գնացել են, դեռ խնդիր չունենք, պետք է անպայման նշանակենք, որ աշխատանք քաղաքացիական պայմանագիրը մասնակցեց նիստից, ասում եք, որ կգան։ Ինչի՞ չէ որ։ Բա ինչ է պատահել, ինչ է, ես միշտ ասել եմ, հիմի քաղաքացիական պայմանագիրը ինքը ինչի պիտի մասնակցի, որ տեսնի քաղաքում ինչ է կատարվում, ընդհանրապես ես ասել եմ, ծառին քամին ինչի համար է պետք, որպեսզի ուժեղացնի իր արմատները, այսինքն իշքան ընդդիմություն ունենաս, դա առողջ ընդդիմության մասին է խոսքը, դա ավելի քաղաքը կշահի դրանով։ Աշխարհում նմանատիպ ձև են ընտրել, ուրիշ տարբերակ չկա առողջացման, զարգացման։ Միանշանակ կողմնակից է, առողջ ընդդիմությանը կողմնակից է։